Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմն ավարտվել է, ժամանակն է գնահատելու վնասի չափը։ Իսրայելի նախնական հաշվարկով Իրանի դեմ ագրեսիայի ուղիղ վնասը կազմում է 12 միլիարդ դոլար, սակայն վերահաշվարկից հետո կարող է ավելանալ ու հասնել 20 միլիարդ դոլարի։ Կորուստները ներառում են ռազմական ծախսերը, իրանական հրթիռային հարվածների վնասը, տուժած մարդկանց ու բիզնեսներին փոխհատուցումները, ենթակառուցվածքների վերականգնումը։ Ըստ հրեական պետության տվյալների, Իրանի հարվածներից Իսրայելում զոհվել են ընդամենը 30 մարդ, վիրավորվել 2500-ը։ Իսրայելի բյուջեի դեֆիցիտը կանխատեսումների համաձայն կաճի մինչև մոտավորապես 6%։ Թել Ավիվը հավանաբար չէր կարողանա ինքնուրույն հաղթահարել պատերազմական բեռը, եթե չլիներ Վաշինգտոնի անվերապահ աջակցությունը, ինչի համար էլ Մոսադի ղեկավարը հրապարակավ շնորհակալություն է հայտնում։ Կցանկանայի երախտագիտությունս հայտնել մեր գործընկեր կենտրոնական հետախուզական վարչությանը համատեղ գործունեության եւ իրականացված օպերացիաների համար։ Շնորհակալ եմ նաեւ ԿՀՎ-ի ղեկավարին, որն աջակցել է ճիշտ որոշումներ կայացնելու հարցում։ Դրանց շնորհիվ այս գործողություններն ի վերջո հնարավոր դարձան։ Մոսադի ղեկավարի խոսքով Իսրայելը շարունակելու է աչալրջորեն հետևել Իրանի բոլոր գործողություններին։ Իսրայելի ֆինանսների նախարարության աղբյուրի պնդմամբ ահռելի ծախսերն ու վնասները փակելու համար Թել Ավիվը հավանաբար ֆինանսական նոր աջակցություն կխնդրի Վաշինգտոնից։ Իրանում պատերազմի հետևանքով ըստ պաշտոնական տվյալի զոհվել է 610 մարդ, վիրավորվել ավելի քան 4700-ը։ Զոհերի թվում են 28 գիտնական, մոտ 20 բարձրաստիճան զինվորական։ Իրանի 21 նահանգ հրթիռային հարվածների է ենթարկվել։ Վնասվել են օդանավակայաններ, միջուկային, ռազմական ու էներգետիկ ենթակառուցվածքներ ու բազմաթիվ բնակելի շենքեր։ Վաշինգտոնում դեռևս չեն կարողանում կողմնորոշվել։ Ամերիկյան B-2 ռմբակոծիչները հիմնահատակ են ոչնչացրել Իրանի միջուկային օբյեկտները, թե ոչ։ Միացյալ Նահանգների հետախուզության գաղտնի տվյալների արտահոսքից հետո կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեդկլիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները ամերիկյան հարվածների հետևանքով լուրջ վնաս են կրել։ ԿՀՎ-ն կարող է հաստատել, վստահելի հետախուզական տվյալների համակցությունը ցույց է տալիս, որ թիրախային հարվածների հետևանքով Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ավերվել են եւ դրանց վերականգնումը կարող է տարիներ պահանջել։ Ավելի վաղ Սպիտակ տունը հերքել էր մամուլում հայտնված հետախուզության նախնական գնահատականները, որոնք պնդում էին, թե Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները չեն ոչնչացվել եւ կարող են վերականգնվել մի քանի ամսվա ընթացքում։ Միացյալ Նահանգների նախագահը դարձյալ հայհոյախառն արտահայտություններ է արել իր ձևակերպմամբ ֆեյք լրատվամիջոցների հասցեին։ CNN-ի դեմ արշավի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել հեռուստաընկերության լրագրող Նատաշա Բերտրանին ազատել աշխատանքից Շան Պես, Իրանին հարվածելու ամերիկյան պնդումները հերքելու համար։ Իրանի դեմ պատերազմն ավարտելուց հետո Սպիտակ տան ղեկավարը խոսում է Թեհրանի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին։ Հաջորդ շաբաթ պատրաստվում ենք բանակցել Իրանի հետ, չգիտեմ, միգուցե համաձայնագիր կնքենք նրանց հետ։ Իմ կարծիքով դա այնքան էլ անհրաժեշտ չէ։ Պատերազմը եղավ, նրանք կռվեցին։ Այժմ պետք է վերադառնան իրենց կյանք, իրենց գործերին։ Ինձ այնքան էլ չի հետաքրքրում համաձայնագիր կլինի, թե ոչ։ Մեր ուզածը միայն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, եւ մենք դա ոչնչացրել ենք։ Վաշինգտոնն իրեն հաղթած է համարում, ինչպես եւ Թեհրանը, որտեղ 2 օր է տոնում են հաղթանակը։ Հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեսաուղերձով հանդես է եկել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Սալամ ու դուրուդ Անհրաժեշտ եմ համարում շնորհավորանքներ հղել Իրանի հզոր ժողովրդին։ Նախ շնորհավորում եմ սիոնիստական կեղծ ռեժիմին հաղթելու առիթով։ Չնայած ամբողջ աղմուկին, ակնհայտ է, որ սիոնիստական ռեժիմն Իսլամական Հանրապետության հարվածների տակ գրեթե ծնկի իջավ եւ ջախջախվեց։ Իսկ Ամերիկան ուղիղ հակամարտության մեջ մտավ այն ժամանակ, երբ զգաց, որ Իսրայելը լիովին կոչնչացվի։ Իրանի գերագույն առաջնորդն ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը Իրանի կապիտուլյացիայի մասին ծիծաղելի է, քանի որ յուրաքանչյուր ոք, որն Իրանից կապիտուլյացիա է ակնկալում, մոլորության մեջ է եւ մեծ սխալ է թույլ տալիս։ Իսրայելի դեմ պատերազմում համախմբվածության ու քաջության համար Իրանի ժողովրդին գովասանքի խոսքեր է ասել նաեւ նախագահ Փեզեշքյանը։ Մեր ազգը պաշտպանելու համար մեր սիրելի զինվորականների, անվտանգության ուժերի, բանակի, ԻՀՊԿ-ի եւ ժողովրդի ջանքերը քաջության եւ կարեկցանքի եւս մեկ էջ են բացել պատմության մեջ։ Մենք 12 օր պայքարեցինք, ժողովուրդն անսասան կանգնեց, պաշտպանելով Իրանը, մեր տարածքային ամբողջականությունը։
Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Ադրբեջանի ղեկավարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ, վերահաստատելով Բաքվի ամփոփող դիրքորոշումը հօգուտ կայունության ու խաղաղության։ Ադրբեջանի նախագահը նաև շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը հաշտության ձեռքբերման համար։ Միջազգային ագրեսիայի հանցագործությունն այսպես է որակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցողը, քննադատելով Արևմուտքի երեսպաշտությունը և անօրինականությունը Իրանի հարվածների հարցում։ Իսրայելն անօրինական զինված հարձակում և ագրեսիա է իրականացրել Իրանի դեմ, ինչն արգելված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով։ Դուք կարող եք ռազմական ուժ կիրառել մեկ այլ երկրի դեմ միայն ինքնապաշտպանության նպատակով, և դա նշանակում է, որ կարելի է ուժի դիմել միայն այն դեպքում, երբ արդեն հարձակման եք ենթարկվել կամ հարձակման եք ենթարկվելու։ ՄԱԿ-ի իրավապաշտպանի պնդմամբ կիրառվում են երկակի չափանիշներ, Արևմուտքը Ռուսաստանին ու Չինաստանին միջազգային օրենքին ու նորմերին հետևելու դասեր է տալիս, ինչու պետք է մյուս երկրները հարգեն միջազգային կարգը, եթե Արևմուտքն այն չի հարգում, ասել է Բեն Սոլը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։